Ողջույն սիրելիներս, երևի երկար ժամանակ է նկատում եք, որ ավելի պասիվ եմ եւ խոհանոցային տեսանյութեր ավելի քիչ են իմ էջում։ Պատճառներից մեկն այն է, որ ես այս պահին Հայաստանում եմ եւ չեմ կարողանում այնքան ժամանակ տրամադրել խոհանոցին եւ խոհանոցային տեսանյութեր հրապարակել։ Բայց շուտով կփորձեմ ավելի հաճախ հրապարակել խոհանոցային տեսանյութեր կրկին։ Նախապես ներողություն եմ խնդրում կողքի ձայներից, որովհետև աղմուկը շատ է։ Շատ են մեկնաբանություններում գրում, ինչքան ժամանակով եմ այստեղ, ինչու եմ այստեղ։ Մյուս վլոգներում անպայման ես կմանրամասնեմ եւ ավելի հաճախ կտեղադրեմ վլոգներ։ Եթե իսկապես նմանատիպ տեսանյութերը ձեզ հետաքրքիր են վլոգային, անպայման խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, հասկանամ արդյոք արժե նմանատիպ տեսանյութեր հրապարակել Երևանից, թե ոչ։ Հայաստանի աշունը ամենագեղեցիկ աշունն է, իր բոլոր գույներով, շատ եմ սիրում աշունը, հատկապես Հայաստանում։ Չնայած Լոս Անջելեսում նույնպես գեղեցիկ է բնությունը, բայց այնտեղ այս հրաշալի աշնանային շունչը չի զգացվում։ Պետք է այգիներ գնանք կամ հատուկ շատ ծառաշատ վայրեր գնանք, որպեսզի մի փոքր աշնանային շունչը զգացվի։ Բայց այստեղ ամեն քայլափոխի աշնանային այդ գեղեցիկ շունչը զգացվում է իր բոլոր երանգներով։ Չգիտեմ, իմ ամենասիրելի աշունը հենց Հայաստանն է։ Իդեպ նշեմ, որ ֆիլտրներ չեմ օգտագործում, ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին որ կամ, ես ինքս չեմ սիրում նմանատիպ տեսանյութեր, որտեղ որ ֆիլտրած են դեմքը կամ չգիտեմ, այսինքն դու չես ներկայանում քո իրական տեսքով, բայց եւ չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր որ հաճախ օգտագործում են ֆիլտրներ, ամեն մեկ ինքն է որոշում, թե ինչպես ներկայանա։ Այսօր եղանակը հիանալի է, բայց ես բավականին տաք եմ հագնվել, որովհետև մարմինս սովոր է Լոս Անջելեսի այդ տաք եղանակին, բայց այստեղի այս սառնությունն էլ մի տեսակ իր հաճելի զգացողությունն ունի։ Դե ինչ սիրելիներս, երկար չեմ խոսում արդեն այստեղ, ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ Հայաստանում եմ եւ շուտով բավականին հետաքրքիր վլոգներ կլինի ալիքում։ Բաց չթողնեք, սպասում եմ ձեր մեկնաբանություններին, եթե կհավանեք նմանատիպ տեսանյութերը, ես կշարունակեմ, եթե ոչ, կսպասեք խոհանոցային տեսանյութերին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։